Այստեղն է շրջանական տեսվարդանը։ Երիտասարդ Տենզելայի լուսանկարներն են ում թորներն ու ծորները զելոտատ են կանչում ու հատկապես այս օրերին լսում ջարդերի ահասարսուր պատմությունները, որոնք միայն 1915 թվին չեն վերաբերում։ Զելոտատը երիտուրկական ու քեմալական ջարդերի պատմությունները լսել է մորից եւ ամուսնու ծնողներից, թե ինչպես էին թողել Մանանայի երկիրը։ Դիկտեր լավ այնտեղ են դեպի բան կարոր այդ խողի մեջ։ Ծառից այս կանեմ մանանակցինք։ Այս կանեմ որ առավոտ նենինք այդ մանանից տնինք մեր բերներ, ծաղոր անոթություն, սովատություն չզգինք։ Գիտես ինչ խաղություն էր, ինչ բնություն էր, ինչ աբրուստ էր, սաղ կտա թուրքեր տերնը մեր արա, մեզից տանի լագին եկանք։ Հիշողությունների ալբոմում շատ նկարներ չկան, ամուսնու ծնողների անձնակներն են մնացել, որոնք հենց այսպես պահում է 83-ամյա տատը, մոռացության չտալու համար իր մեծերի ապրածը։ Ես ալբոմը բացել եմ, պահել եմ, միշտ որ մենակ մնամ լսիմ բացեմ, գնայեմ, իմանչալ անգիշամ, կուքա աշկիս արեշ։ Մինչև 1920-ականները տևած հայասպանության դառն ու դաժան պատմությունները ապրել են նաև Շիրակի մարզի գյուղերում։ Լեռնագերտ գյուղից է Զելոտատը, որտեղ թուրքի մահաբեր սրիտակով անցել են 300 բնակիչներ։ Փրկվածների մեջ իրենց ազգականին է ճանաչել Զելոտատը։ Յարե իրակալու բերած այդ մարակն ու այդ մարակն բացրած այդ անվրեն։ Մինակ այդ մեկ մարդն իմ կեցերի քերու տղի։ Էդի բոգվա այդ մարակի դուզայիգ է։ Իրանք սուրբ ունին, քին օրի սուրբներ անտա ազատ է էլի։ Ինքն ու հոգեկան խանգարում ուներ։ Մինչեմ կա։ Էդի ես երեխայի բան գելին կայնին կերակող խազետի գելեր կայներ նայերու ու իրան խոսեր կցինք ինչ ակցեր թուրքերն ակուքան արկից եմ թե ինչ տեբիատանջատ կցա են լավ տղա մարդի կար ձենք չկար գիտություն չկար որ իլին է թուրքից եմ կրվին թուրքերն է տեբի կուքին Տան մոտ է եղել այդ մարակը։ Զելոտատի շուրթին միշտ պատմության անաշտարությունն է, որի լուր վկան այժմ այս հուշակոթողն է 300 անմեղ զոհերի հիշատակին նվիրված։ Կույն տանը մեծ մարակ եղել, այդ մարակի մեջ ես 300 հոգուն թուրքերն խշտիկներով մանրով թեմերերին հավաքված բերած լծած այս մարակի դուրն փագած ու ելած տանիքից այդ տանիքն մեծ կերամ, փեծերով, քարերով, էդի լրիվ քարերն, այդ փեծան խوان բացրած այդ 300 հիվրեն։ Հանգարտակի այս կողմից լծած թուրքերը լծած ջեղան։ Ջեղացիքն էլ ոչ զենքա ունեցած, ոչ պաշտպանելու որևէ մեկ բան ունեցած։ Ամեն ապրիլի 24-ին Գյուղի ժողովուրդ են կուքան, պտակ բերեն գյուղապետարանի դպրոցի աշակերտներ կուքան, այստեղ տաղիքներ կտնեն։ Գյուղի ջահելների հետ այստեղ շատ է լինում, սովորեցնում, որ պատմությունը մոռանալը մեղք է, հետո կանգնում այս հուշակոթողի մոտ ու Աստծուց միայն խաղաղություն խնդրում։ Ողոր մի ցեզի, դուք ինչ տեսերեք։ Աստված կանչեք խաղաղություն եղա աշխարհին։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։